Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին այցելել են ինժեներական քաղաք, տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին։ Դեսպան Սոփանին կարևորել է Իրանի եւ Հայաստանի միջև շարունակական գործակցությունը, շնորհավորել բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ նշելով, որ այն տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում։ 2022-24 թվականներին պետբյուջեի միջոցներով Երևանի պետական համալսարանի համար շուրջ 3 միլիարդ դրամի գիտական եւ լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել։ Այս մասին ԵՊՀ կատարած այցից հետո հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի աջակցության ծրագրի սահմանաչափը կրկնապատկվել է 250 միլիոնից դառնալով 500 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկից 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 2772 լիզինգառուի։ Ռոսսել Խոզնաձորը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի, հատկապես ծաղիկների մատակարարման խախտումների աճի կապակցությամբ։ Այս տարի արձանագրվել է արևմտյան ծաղկային թրիպսներով վարակման 13 դեպք։ Բույսերի այլ տեսակներում նույնպես հայտնաբերվել են կարանտինային վնասատուներ, ինչը վկայում է արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության թերի համակարգի մասին։ Ռուսական կողմը նամակով դիմել է Հայաստանին վերահսկողությունը ուժեղացնելու պահանջով։ Հակառակ դեպքում հունիսի 16-ից կմտցվեն ժամանակավոր սահմանափակումներ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Արտասահմանյան ընկերությունները պաշտոնապես չեն դիմել ռուսական շուկա վերադառնալու համար։ Նրանք հասկանում են, որ Ռուսաստանում առևտրային քաղաքականությունը փոխվել է դեպի ողջամիտ հովանավորչություն, հայտարարել են Ռուսաստանի արդյունաբերության եւ առևտրի նախարարությունից։ Ռուսաստանն այժմ ընտրողական մոտեցում կունենա շուկայում աշխատել ցանկացողների նկատմամբ։ Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալներով ռուսաստանցիների հետ ենթադրյալ կապ ունեցող կրիպտոօպերացիաների ծավալը 2024-ի 4-րդ եռամսյակում եւ 2025-ի առաջին եռամսյակում կազմել է 7.3 տրիլիոն ռուբլի, ինչը 51.1%-ով ավել է նախորդ երկու եռամսյակների համեմատությամբ։ Նման աճը կարող է պայմանավորված լինել Թրամփի վարչակազմի կրիպտոկարգավորման մեղմ քաղաքականությամբ, ինչը մեծացրել է ներդրողների հետաքրքրությունը շուկայի նկատմամբ։ Մայիսին Մեծ Բրիտանիայում բնակելի անշարժ գույքի գների աճը տարեկան արտահայտմամբ հասել է 3.5%-ի։ Մեկ բնակարանի միջին արժեքն այժմ կազմում է $370,400։ Մարտին նկատվել է բնակելի գույքի գործարքների զգալի աճ, քանի որ գնորդները շտապել են տուն գնել, մինչև ուժի մեջ կմտնի բարձրացված հարկը։ Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի հաստատման վերաբերյալ տվյալները վկայում են շուկայի կայուն ակտիվության մասին, չնայած գլոբալ տնտեսության աճող անորոշությանը։ X-ը հայտարարել է X-Money-ի գործարկման մասին վիզայի հետ համագործակցությամբ։ X-Money-ն նոր վճարային գործառույթ է, որն ուղղակիորեն կներդրվի սոցիալական մեդիայի հարթակում։ Այն հնարավորություն կտա օգտատերերին կատարել ուղիղ փոխանցումներ դեբետային քարտի միջոցով, ինչպես նաև ակնթարթային փոխանցումներ անել բանկային հաշիվներին։ Չձևակերպված աշխատողների թեման դարձյալ քննարկումների կենտրոնում է։ Օրեր առաջ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ միայն ապրիլ ամսին բացահայտվել է չձևակերպված աշխատողներ պահելու 70 դեպք, 20 տնտեսվարող տուգանվել է մոտ 50 միլիոն դրամով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Իրավական տեսանկյունից չձևակերպված աշխատողը չի կարող պաշտպանել իր իրավունքները։ Հարկային օրենսգիրքը խիստ պատասխանատվություն է սահմանում յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար, գործատուին ենթարկելով 250,000 դրամի չափ տուգանքի։ Հիմնական պատճառը դա բարձր հարկերն են, որոնք գործատուն ստիպված է վճարել աշխատողի համար, եւ հիմնական նաեւ ստվերում աշխատելու պատճառը դա է, որ նաեւ աշխատողին ձեռք չի տալիս, որ բարձր ամեն դեպքում այդ 20 մոտավորապես 25
5% հարկերը գործատուն նախընտրում է չվճարել կամ դրա ինչ-որ մի մասը դա աշխատողին, եթե համաձայնվում է, աշխատողն է չգրանցվելուն։ Ձևակերպված աշխատանքը վնասում է ոչ միայն անհատին, այլ նաև պետությանը։ Գրանցված աշխատողն ունի արձակուրդի իրավունք, աշխատանքից ազատվելու հետ կապված ևս կան բազում իրավական կարգավորումներ, իսկ արդեն ստվերային աշխատողը դուրս է մնում կենսաթոշակային համակարգից, չի մասնակցում բյուջեի ձևավորմանը։ Սակայն մասնագետները նկատում են, որ առավել հաճախ աշխատողն ու գործատուն համատեղ են խուսափում գրանցումից։ Շատ աշխատողներ, մանավանդ եթե նրանք ցածր են բարձրատրվում, գերադասում են այդ հարկը, այսպես ասած, որը պետք է փոխանցվի համապատասխան մարմիններ, նաև կենսաթոշակային ֆոնդ եւ այլն, իրենք ստանան այդ պահին արձերն կամ քան ուրեմն կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Ավելի հաճախ ըստ մասնագետների կարճաժամկետ աշխատանքային հարաբերությունների դեպքում հիմնականում աշխատողը չի ցանկանում գրանցվել, սակայն սա գործատուին չի ազատում պատասխանատվությունից, իսկ գործատուների գրանցումը շրջանցելու պատճառները շատ են։ Գրանցված աշխատող ունենալու դեպքում նախ գործատուն չի կարող այսպես ամիսը մեկ հանել մի աշխատողին, ընդունել նոր աշխատողի, այսինքն կողմերը ձեռք են բերում իրավունքներ եւ պարտականություններ, որոնց դեպքում գործատուն ունի մի շարք պարտականություններ, այդ թվում առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու, աշխատողին աշխատանքային սահմանված ռեժիմ ապահովելու, արտաժամի աշխատանքի համար վճարելու, գիշերային աշխատանքի համար վճարելու, այդ ամենը համապատասխան ձևով ուրեմն ձևակերպելու, արձակուրդի, վերջնահաշվարկի։ Մասնագետների դիտարկմամբ բավարար գիտելիքներ ունենալու բաց կա, հորդորում են աշխատանքի ընդունվելուց առաջ ուսումնասիրեք ձեր աշխատանքային իրավունքները։ Այս տարի հայաստանցիների արտերկրում հանգստանալու հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նախընտրելի ուղղություններն են Եգիպտոսը, Վրաստանը, Մոնտենեգրոն, ինչպես նաև եվրոպական երկրներ մուլտիվիզա ունեցողների համար։ Հատկապես նախընտրում են ծովային մատչելի հանգիստ։ Ներքին տուրիզմը հաճախ գնահատվում է թանկ։ Ամառային փաթեթների ամրագրումները սկսել են դեռ հունվարից, իսկ զբոսաշրջային պիկը սպասվում է հուլիս-օգոստոս ամիսներին։